Բարի երեկո, հարգելի ընկերներ, հեռավոր աշխարհասփյուր հայություն, տեղյակ եք, որ ես միշտ ճշտի կողմնակից եմ եղել, կապ չունի ճշտի հետևում ով է կանգնած, շարքային քաղաքացի, թե երկրի վարչապետ։ Ես ճշտի կողմնակից եմ եղել, կապ չունի անձնավորությունը Արցախցի է եղել, թե Հայաստանի մեկ այլ մարզից։ Եթե այդքանը դուք տեղյակ եք, եթե իմ գործունեությունը երեկվա գործունեություն չի, անցած զորվանից չի, այլ 4 տարի է, ինձ այդքան տարի ճանաչում եք։ Իմ մոտ է էլի հարց առաջանում, որ ինչու եք դուք ինձ ուղարկում Արցախցի ինչ որ մարդկանց կատարած գործողություն, Արցախցի ինչ որ մարդկանց արտահայտված միտք եւ ասում Գևորգ պատասխան տուր։ Այդ ես պիտի էլի ձեզ ասեմ, եք ուղարկում ինձ եւ պատասխան ուզում, բայց ես լռում եմ, էլի ասում եմ լավ, ես չեմ հասկանում, մինչեւ երբ։ Հարգելի ընկերներ, այդ որ Պեմզաշեն ընտանիքի ջահել կնոջ անչափահաս երեխաներին բռնաբարեցին, վերջում էլ սպանեցին։ Ես Պեմզաշենցիներին պատասխանեմ, գրել եմ, ասել եմ պատասխան տվեք, այդ մեկ կենթանու թե երկու կենթանի էր իրանց արածի համար։ Կամ ինչու Պեմզաշենը դե լավ Շիրակի մարզն, ամբողջ Շիրակի մարզին ես կարամ ասեմ պատասխան տվեք։ Էնորն էր վեդիում էլի ինչ որ բռնաբարության գործ հարուցվել։ Ես պատասխան կարամ ուզեմ վեդի մարզի շրջանի Արարատի մարզի բնակչությունից։ Ինչ իրավունքով։ Ոսկի լոգիկան ո՞րն է դրա։ Ու լիքը հանցագործություններ, լիքը արտահայտություններ, որ այդ արտահայտությունը եւ այդ գործողությունը միայն ու միայն պատասխանատվություն կրում է տվյալ անձը, նույնիսկ ոչ էլ ծնողը այդ տվյալ անձի, ոչ էլ զավակը։ Ամեն մարդ իր արածին, իր ասածին, եթե չափահաս է, պարտավոր է պատասխան տա։ Հա, իմ մեկնաբանությունն եք ուզում լսել, խնդրեմ լսեք։ Որից սկսեմ, ես քանի օրս արցախցիների ինչ որ տենց խժդժություն է։ Որից սկսեմ։ Բերեք հերթականությամբ սկսենք։ Բա հիշում եմ ես որն է առաջինը եղել։ Հա, ինչ որ կին Փաշինյանի կանգնեցրել է ինչ որ մեղադրանքներ մատ թափտալով խոսում է, բան, չեմ հիշում, բայց կոնկրետ ինչ մեղադրանքներ, բան, որովհետև գիտեք ինչ, այս չեմ նայում, որ ինքը Արցախցի է, նայում եմ որպես քաղաքացի, կապ չունի ինքը որտեղից է, իր պահվածքը դե լա մեծ կին է, ես չեմ կարող իրան ինչ որ բան ասել այդ մասով, ասեմ սիրուն չի կամ սիրուն է, դուք բոլորը տեսնում եք, պարտադիր է ես ասեմ, որ դուք տեսնեք, էդի հո քաղաքական process չի, որ ասենք, ես ինչ համագործակցությունը Ամերիկայի հետ լավ է, այս մեկը վատ է Ռուսաստանի հետ։ Եթե sense թեմաներ լինի, ուզենակ իմ կարծիքը լսեք, ես էլ սիրով կպատասխանեմ, բայց միջմարտկային հարաբերությունները կամ վարչապետ քաղաքացի հարաբերությունները խի եք ակնկալում, որ ես պետքա պարտադիր, եթե գործողությունը կատարվել է Արցախցի Մարդու եւ Փաշինյանի հետ, ես պետքա անպայման մտնեմ այդ թեմայի մեջ եւ անպայման մեկնաբանություն տամ։ Չէ, ընկերներ ջան, ես մեկնաբանություն տալիս եմ անկախ նրանից, թե անձը որտեղից է, եթե համարում եմ ճիշտ, եթե համարում եմ, որ արժե։ Իմ դիրքորոշումը ընդհանրապես երկրի վարչապետի պետական բարձր պաշտոնյաների հետ շփումը այսօր չի որ դուք պետք է իմանաք, ես միշտ էլ ասել եմ, ես որ միայն ու միայն տեսնում եմ քաղաքակիրթ շփումը, հարգանքով շփումը, դիմել երկրի ղեկավարությանը պարոնով, եթե հարաբերությունները ընկերական չի, օրինակ կարող է հիմա ես ազգային ժողովի նախագահի հետ ծանոթ լինեմ, ինքը ասես ki օրինակ Գևորգ ջան, Ալեն ասա էլի, բայց եթե ինքը իմ ընկերը չի, ինքը մնում է պարոն Սիմոնյան կամ Ալեն Սիմոնյան, պետք է ազգանունով նշենք։ Մնացած Արարատ Միրզոյան, Նիկոլ Վարչապետ Փաշինյան, հասկանում եք իմ դիրքորոշումը ընդհանրապես պետական այրերի պետական չինովնիկների ուղղությամբ միշտ էլ եղել է հարգալից, եղել է քննադատություն, ու լինելու է քննադատություն, թե կոշտ կլինի, սուր կլինի, դա կախված է իրանց թույլ տված արարքից։ Եթե կատարեն ինչ որ արարք, որը ես կհամարեմ, որ խիստ քննադատության արժանի, խիստ կքննադատեմ, բայց էլի սահմանը չեմ ասնի, այդ իրավունքը չունեմ։ Ուզում եմ, էսա կլինեն մարդիկ, մանավանդ իմ Արցախի
զեմլակներից կասեն եւ կվիրավորեն ինձ կասեն ձենդ կտրի ու լսում եմ տենց ստանում եմ այդպիսի նամակներ ձենդ կտրի դու Նիկոլի մարդն ես թե ինչ գիտեմ էլի հազար մի բան են ասում այսինքն եթե ես ասում եմ վարչապետի ուղղությամբ պետքա հարգանք դրսևորեմ պետքա հարգալից խոսամ ասել է Նիկոլի մարդն ես ուզում եմ հատուկ իրանց համար ասեմ եթե Աստված մի արարածե երկրի վարչապետը լինի Ռոբերտ Քոչարյանը էլի ես Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույն ձև եմ խոսալու հիմա էլ երկրի վարչապետ չի Ռոբերտ Քոչարյանը ես իմ քննադատություններում եւ մեկնաբանություններում Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ միայն հարգալից եմ հնչեցնում այնպես որ եթե դուք այդպիսի մեկնաբանություններ պետքա թողնեք իմ վիդեոյի տակ որ ասեք դու Նիկոլին պաշտում ես Նիկոլի վիրավորում են էլի Նիկոլի շունն է այսպես բաներ են գրում ընկերներ ջան ուզում եմ դուք լսեք ես որ նույնը եթե լինի երկրի վարչապետը Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը որին համարում եք իմ զեմլակնա պետքա իրանց երկրպագեմ ընկերներ ջան ես իրանց չեմ երկրպագում բայց Աստված չանի իրանք լինեն երկրի վարչապետ հաստատ էլի նույն տոնով եմ խոսալու նույն քաղաքակրթական ձևով եմ խոսալու շնորհքի հարց է այլ էստե իմ դաստիարակությունն է այդ ձև ոչ թե ես հատուկ սեր ունեմ վարչապետի հանդեպ կամ ատելություն ունեմ ոչ ատելություն ունեմ ոչ սեր ունեմ իմ երկրի վարչապետն է պարտավոր եմ հանուն նրա որ պետություն ունեմ այդ պետությունը ինքը արժեք է եթե ես արժեք գնահատող եմ ուրեմն ես պետքա գնահատեմ իմ պահվածքով իմ խոսույթով իմ գործողություններով Ես մի բան մեկ խորանում եմ, ասում եմ մեր հայ ժողովուրդը այնքան դարեր շարունակ ստրոկության մեջ ապրել է, որ չի կարողանում այսօր գնահատի իր պետականությունը։ Այդ դրա համար Փաշինյանի հանդեպ անհարգալից խոսքը հասարակ քաղաքացիների կողմից հայ հոյանքները վիրավորական տենց բառապաշար, այդ ինչի՞ց է։ Տվյալ անձը չի գնահատում իր պետության արժեքը։ Եվ եթե Արցախի կորուստի հարցում դուք միայն ու միայն տեսնում եք Փաշինյան Նիկոլին, չնայած չի կարա մեկ հոգի լինի պատասխանատու, մեկ հոգի լինի մեղավոր, բոլորը իրանց մեղքի չափաբաժին ունեն։ Եթե նույնիսկ տեսնում եք դուք իրան, այդ բարագայում եւս ձեզ թույլ չի տրվում, որ դուք հայհոյանք օգտագործեք։ Դուք կարաք փաստարկներ բերեք, ասեք այս փաստարկներով Փաշինյանը մեղավոր է, պատասխանատու է։ Բայց փաստարկներով, եթե դա գնահատական է, եթե դա մեկնաբանություն է, առավել եւս եթե դա մեկնաբանությունը գնահատական է, առավել եւս պետքա դուք ավելի քաղաքակիրթ պահեք, ձեզ քաղաքավարի պահեք։ Երբ որ Արցախը գլորվում էր ձորը 94 թվից ես կողմ միշտ ասում եմ, էլի կամաց ամեն օր մի քայլ էինք անում, որ գլորենք ձորը Արցախը։ Այդ ժամանակ շատ մարդ գլուխը կախ, չէր հասկանում, որ էսի ուրիշ process է, էլի, էսի զարգացում չի, էսի ծաղկունք չի, էսի պետականության կերտում չի, էսի ընդհանրապես գլորվեր ձորա, չեք հասկացել, չեք գիտակցել, բայց ձեր գիտակցության եւ ձեր չհասկացողության պատճառը ու մեղավորությունը ձեր մեջ փնտրեք։ Այսօր ով հելնումա փողոց Փաշինյանին ասում է պատասխան տուր Արցախի խիճանաչիր Как будто Արցախը գտնվում էր անառիկ 12000 քառակուսի կիլոմետրով մեր հայ զինվորները կանգնած տեղի չեր ունեցել պատերազմ զորքը չեր կորցրել հետնահանջելով Հադրութը Ջաբրայելը հասցնելով Թուրքի զորքին Շուշիի չի եղել այդպիսի գործողություն ու նոյեմբերի 9-ը Նիկոլն է ասել բերեք ստեն ստորագրենք կարող է ինչ որ առաջ խաղացում են գրանցել ես տեղյակ չեմ լավ հիմա փաստորեն դառնում անենց որ մեր բանակը եւ մեր պետությունը այս մի պատերազմում այս իրավիճակում պարտություն է կրել ես չեմ հասկանում թե պարտությունը մարդու համար չի բայց եթե դու ապրում ես պարտությամբ հոգեբանությամբ այդ իավա դու ապրի ապագայում այն հույսով որ կձևավորվի աշխարհակարգ որ կդասավորվի այնպես իրավիճակը որ դու կօգտվես այդ շանսից եւ ձեր կբերես նոր հաջողություններ ու նոր հաղթանակներ այն կկերտվի զենքով այն կդասավորվի դիվանագիտությամբ թե պատերազմով դա արդեն ժամանակը ցույց կտա բայց միջև մենք հասնենք դրան պետքա նորից եմ ասում մենք մեր վրա աշխատենք կոնկրետ մեր խոսույթի վրա մեր խոսքը եթե պարկես չի եթե մեր խոսքերքի մեջ կա ատելության նույնիսկ նոտա Էլ չեմ ասում լրիվ ատելություն է, էլ չեմ ասում, որ հայհոյանքներ է, անշնորհքություն։ Եթե մենք մեր վրա չենք աշխատում, մենք ընդհանրապես
Ազ կոչվելու իրավունք ունենք, թե չէ։ Սա ցեղախումբ է արդեն նմանում։ Դուք ջոկում եք ինչ եք անում։ Մենք ընդհանրապես որ Փաշինյանն էլ խոսում է ժողովրդավարությունից, ես ժողովրդավարություն բառը միշտ բարձր եմ գնահատել, մտածելով ժողովրդավարությունը դա ցեղը չի, դա ժողովուրդն է, իսկ ժողովուրդը արդեն գիտեք որպես քաղաքական եւ քաղաքակիրթ միավոր է համարվում։ Բայց ինչ քաղաքակիրթ միավորի մասին եք խոսում։ Ամեն օր հայհոյանք, համացանցում հայհոյանք։ Լկտի ենա բլոգեր կա, վարքագիծը իրանց էլ մի կողմ չգիտեմ, ընդ թուրքի հետ ինչ են անում, ինչ չեն անում, ջանդամին անեն։ Բայց իրանց լկտիությունը, իրանց անպատասխանատու վարքը, իրանց արտահայտված էշեշ ապուշ մտքերը, շարերը մարդկանց ուղղությամբ, առանց փաստարկների, ու լիքը մարդել տակը հələ երևի լայքում է կիսվում։ Այն վրա ուղարկել են իմ նկարը տեղադրած, նկարս դե հիմա իմ նկարս ուզում եք Չելենտանոյի հետ ցես տեղադրեմ։ Արհեստական բանականությունն էլ ապարացկենա կամ սկրինշոտ անելը ինչ դժվար է, իմս էլ նկարեն, ուրիշի էլ նկարի վրա էլ գրեն Գևորգ Առստամյանը բանի հետ կապ ունի, այն ինչ երեն Կոլումբիայի նարկո բարոնի անունը Էսկոբարի Գևորգ Առստամյանը Էսկոբարի հետ կապ ունի, մենք մեր հետաքննությունը բացահայտել է այդ ամենի մասին։ Մեկը չի արցում, այ պորնիկ, շատ կներեք ժողովուրդ ջան խոսքիս համար։ Ձայնագրություն ունես Գևորգի իր հետ խոսալուց, որ ինչ որ մեկին փողա տվել, մեկն էլ Գևորգին փող տա, Գևորգին փող ունի ուրիշի տա, իբր ֆինանսավորել եմ, իբր դասեր եմ տվել, ինչ եմ արել։ Եթե ես դաս տալիս եմ, եթե ես զրույց եմ վարում, TikTok-յան լայվերում էլ է, թե այս տեսանյութն է, թե մյուս տեսանյութն է, մենակ բարի նպատակա հետ ապնդում։ Ես չեմ կարող մարդկանց տրամադրեմ խորհուրդներ տամ, գնան խոսքի սպանության, գնան ինչ որ խուլիգանական գործողությունների։ Լավ, ես պետքա դա պատմեմ, որ իմ հետևորդները լսեն ինձ ասեն, հա ուրեմն տենց հա Գևորգ չգիտեինք։ Իմ հետևորդները, որ 4 տարի ինձ ճանաչում են, ես պետքա արդարանամ, պետքա բացատրություն տամ։ Ինչ է հիմա որ ինձ ուղարկում են ինչ որ անպատկառի, ինչ որ փչացածի տեսանյութ, ինքը խիա տենց բաներ անում։ Ուզում եմ ես իրան անդրադառնամ, հələ անուն ազգանունն էլ տամ։ Բայց ես այդ աստիճանի ստորեմ ես, որ իշնեմ իր մակարդակին։ Ինքը այդքան կա ու ինքը չի իր նման լիքը կան, որ ախմաղություններ են դուրս տալիս։ Ես իշնեմ իրաց մակարդակին, եթե ես հանցագործություն եմ կատարել, եթե ինչ որ մեկին ուղղորդել եմ գնա խուլիգանության, գնա հանցագործության, ինչ որ մեկին ուղղորդել եմ որ մարդասպանության գնա, ժողովուրդ ջան, լավ, այս երկրի պետական չինովնիկները Երևանցի են, այս երկրի ԱԱՑ-ն արդեն Հայաստանի է, Ղարաբաղի չի, բանը, ներքին գործերի նախարարությունը, թող հետապնդեին, բայց ես այն բլոգերներից մեկն եմ, որ կողմնակից եմ օրենքին, օրինականությանը, արդարությանը։ Եթե ես ինչ որ մեկին բան եմ ուղղորդել, եթե ինչ որ մեկի հանդեպ սրել եմ մարդկանց, ինգեներ ջան, իմ TikTok-յան լայվերը զրույց է։ Եթե դուք կաք TikTok-ում կարող եք միանալ տեսնել, որ իմ TikTok-յան լայվերը զրույց է, կարծիքների փոխանակում։ Ես հնարավորություն եմ տալիս, որ մարդիկ գան իմ արտահայտված մտքերի համար պատասխան ուզեն, ասեն Գևորգ Facebook-ում sense տեսանյութ ենք տեսել, խնդրում եմ պատասխան տուր։ Բացում եմ, եթե ասում եմ, եկեք ձեր հարցերը տվեք։ Ես չեմ խուսափում։ Ես վարձատրված բլոգեր չեմ, որ տեքստը տան կարդամ, ու հետո որ ինչ ժողովուրդը ասեն պատասխան տուր, այդ ինչ ես ասել, խուսափ եմ, բլոկ եմ այդ մարդկանց։ Ես եմ մարդն եմ, որ իմ միտքը եւ իմ գործը ես եմ որոշում, երբ անեմ, ոնց անեմ, ինչպես անեմ, եւ հետո էլ պատասխանատու եմ հանրության առաջ։ Դրա համար TikTok-յան լայվերս բացում եմ, որ պատասխանատվություն կրեմ հանրության առաջ։ Սա ամենահանգիստ իմ համար ապրելու միջոցն է, որ ես թափանցիկ եմ, իմ գործնեությամբ, իմ խոսքով, իմ մտքով։ Թաքուն բաներ չունեմ, եթե թաքուն բաներ ունենամ, այսօր մեր հայաթի դիվանին նստած չի ելնի։ Ինձ էլ կտանեին ինչ որ հարցաքննությունների։ Բայց դե գիտեմ, որ իր մասին այդպես խոսացողները հիմնականում այդ մանավանդ այդ վարքից եւ ուղեղից խանգարվածը, չգիտեմ, որ երկրը մա ապաստանել, որ երկրը մա թափառում, գիտեմ, որ ինքը Հավայի քոլ է ու ուշադրություն չեն դարձնում։ Իրան նման մի հատ Հավայի քոլ էլ կա, անցած տարի փետրվարին ասել է Գևորգ Առստամյանը կապ ունեցել Սամվել Բաբայանի եւ Սամվել Կարապետյանի, հա, Տաշիր Սամոյանն է նշել էլի, Տաշիր Սամոյի հետ եւ դաննիներ էր տալիս,
թե ինձ ոնց բռնեն սպանեն, թե ինձ մի հատ նյութ են գրել գցել Facebook։ Կինո է, էլի սցենարը գրել են գցել իրանք իրանց մասին բան են ներկայացնել լուրջ տես բանն է, էլի լրագրող էս ինչը։ Դու քեզանից ինչ լրագրող, մենակ լնես խառնակցությամբ զբաղվես։ Այս պղտորված է, հանրային կյանքը ժողովուրդ պղտորված է։ Եթե ես էլ հենց մինչև հիմա չեմ պղտորվել, պատկերացրեք ինչքան ուժ եմ գործադրել, ինչքան եմ դիմադրել, ինչքան եմ տանջվել, ինչքան եմ այսօր էլ ես հեշտ չէ էլի առողջությանս հաշվի, ես որ չեմ մտնում այդ պղտոր ջրի մեջ, հակառակը ես փորձում եմ այդ ջուրը բարձեցնել։ Դե հիմա ինչ կուզենք ասեն, էլի նյութա գրես, ուզում եք գրեմ, մի բան գրեմ այդ անպատկառի մասին, ասեմ ինքը ինձ 2 տարի առաջ, օրինակ եմ ասում, էլի չի եղել տենց բան, Աստված էլ չանի մտքով տենց անցքին, հա, ասեմ ինքը ինձ խնդրել է նույնիսկ փողի դիմաց, որ իմ հետ ինքը հարաբերություն ունենա անկողնային։ Կարամ չի ասեմ ժողովուրդ ջան, ով կարա այդ հաղորդագրությունները բանը բացահայտի, 2 հոգու մեջի զրույց է։ Ինչ կուզեմ կարամ ասեմ։ Բայց ես չեմ զբաղվում տենց բաներով, կարամ նես չի որ ինձ ֆանտազիա չունեմ։ Ինձ ֆանտազիա ունեմ ու ես ապացուցել եմ։ Այս 2 օր, 3 օր ես եթեր չեմ անում, ես ձեզ ապացուցեցի, որ իմ ֆանտազիան շատերից էլ շատ ուժեղ է աշխատում։ Ես կարամ ստեղծագործություն գրեմ, բանաստեղծություն հորինեմ, թե հայրենիքի մասին, թե պետության մասին, թե մարդկության մասին, թե ընդհանրապես կյանքի մասին։ Կարամ ստեղծագործեմ, կարամ գրեմ։ Եթե ես կարող եմ լավ բաներ գրեմ, իմացեք կարամ վատ բաներ էլ գրեմ, բայց ես չեմ զբաղվում դրանով։ Ինձ մի ուղարկեք այդ փչացածների, այդ փչացածի առաջի հերթին, այն մյուսը փչացած չէ, այնի կտցրած է։ Չնայած այն էլ ազգի մի հատ էլ պարրակտիչի եւ Թուրքիա ագենտն էլ այն մյուսն է։ Ինձ մի խառնեք դրանց գործերի։ Երբ որ իրանց կատարած գործնեությանը ես գնահատական եմ տալիս եմ որ ուղղվեն։ Եթե նկատել եք անուններն էլ չեմ տալիս։ Եթե նկատել եք հայհոյանքներ չեմ հղում իրանց ուղղությամբ։ Ընդհանրապես ասում եմ որ ձեզ խելոք պայեք։ Մի հատ զգաստացեք։ Չիմանաք որ ձեզ հերրախոսա ձեռները տնկել ինչ կարակ հաչակ ինչ կարակ անեք ժողովրդի մեջ պարակտում մտցնեք։ Հայաստանցի Ղարաբաղցի բան չունեն անել։ Հեսա որ Հայաստանցի Ղարաբաղցին են մերվի, տղամարդիկ կնանիկ, գյուղացի քաղաքացի, երևանցի գյումրեցի, բաժանողը միշտ էլ բաժանում է, բան լինի բաժանելու։ Հիմա մի բուռ ազգ ենք մնացել արցախցի հայաստանցի են անում, արա։ Լավ է մի 10,000, մի 100,000 բան չի, քառակուսի կիլոմետր չի մեր պետության տարածքը, որ մի 4 մասի կիսենք։ Այդ 4 մասին կիսել ենք, նորից ենք 4 մասի կիսել, նորից 4, ընդամենը 29743,000 քառակուսի կիլոմետր հող է մնացել, եւ այդ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Վաղը գնա ում ուզում ես ընտրի, բայց այսօր ինքն է իր հետ հարգալից խոսացեք։ Երկրի վարչապետի հետ ընկերներ ջան, մենակ կարած դիմես պարոնով, հարգելի։ Ես զարմանում եմ, դու քանի անգամ եք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին տեսել Ռոբերտ Քոչարյանը հելնի ժողովրդի մեջ ընտրություններին քարոզարշավին, հելնի զրուցի։ Նստած տեղը տնաշեներ, մարդիկ ուղարկում էին, ինչ պետք է անում էին, իրանք իրաց նստած տեղը։ Տեսել եք, ես չեմ հիշում։ Ռոբերտ Քոչարյանը ռուպոր միկրոֆոն վերցրած հրապարակում կանգնած խոսացածա ժողովրդի հետ։ Ժողովրդի մեջ քայլած, հա։ Ես չեմ տեսել, եթե ես ներողություն եմ խնդրում, եթե սխալվում եմ, իմ հիշողություններում չի տպավորվել տենց բան, կարող է ես եմ սխալվում։ Հիմա որ ասում է ձեր ձեռնա ընկել մարդավարի ժողովրդական, ձեր հետ շփվող, սաղի հետ կանգնում զրուցում է, ուրեմն որ կանգնում զրուցում է, պետքա ագրեսիա, պետքա հայհոյանք ու անեծք, չգիտեմ, անհարգալից խոսքով մարդու հետ շփվել։ Ձեր երկրի վարչապետն է, ձեր բոլորիդ։ Իմ երկրի վարչապետն էլ է։ Ձեր երկիր, իմ երկիր, սաղ մի երկիր, անունը Հայաստանի Հանրապետություն։ Կգնացեք հունիսի 7-ին ձեր երազած վարչապետը ընտրեք։ Ձեզ ոչ մեկ դրա համար չեն խոսում, չեն գնդակահարում։ Այսօրվա իշխանությունը նաև տեղյակ է, ես որ իրանց հանդեպ ինչ որ չափով ջղայնացած եմ, այսպես ասած դժգոհություններ ունեմ։ Զուտ իրանց այդ երկրպագած, թե գրպանի, թե իրանց սեփական, թե չգիտեմ ինչով կապված բլոգերների պահվածքի համար դժգոհ եմ։ Դժգոհ եմ պետական հավաքարքերում, իրավական համակարգերում եւ արդարադատության ոլորտում տեղի ունեցող անարդարությունների համար։ Գիտեմ որ դժգոհ եմ, բայց ինչ ճնշում չեն գործադրում, այդ եմ ուզում ասեմ։ Այսօրվա իշխանությունը ինձ ոչ մի ձև, հեսա հրապարակային ասում եմ, ոչ ինձ փորձել են փողով կաշառեն, ասեն Գևորգ,
արի քեզ այսքան փող ենք տալիս, դու լռի էլի, այս բացերի, այս բաց թողումների, սխալների մասին մի խոսա։ Ոչ ինձ գրել են, որ քեզ որ բռնենք կսպանենք։ Ոչ էլ, չգիտեմ, ոչ մի ձև ինչ չեն արգելում իմ բողոքս, իմ խնդիրների մասին բարձրաձայնել ես։ Դուք պատկերացնում եք Ռոբերտ Քոչարյանի օրոք այս նույնը կատարվեր։ Դες Սերժ Սարգսյանը էլ իմ կարող մի քիչ բարի է եղել այս վերջերը, բայց Սերժ Սարգսյանի օրոք էլ է դեպք եղել, որ Եկատերինբուրգ հեռավոր քաղաքում մեզանից մի հայ տղու բռնել ծեծել են աչքի տակերը, բանը կապտացել էլ թե ինչա անհարգալից է խոսել Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ժողովուրդ ջան, չի կարելի մարդու ժպտալուց մարդու ատամները հաշվել։ Այսօր Փաշինյանը ժպտում է, դուք ատամները հաշվում եք։ Ժողովուրդ ջան, ես ոչ մի համակրանք չունեմ Փաշինյան անձի հետ, բայց ես հարգանք ունեմ Փաշինյան վարչապետի հանդեպ եւ չեմ կարող չհարգել, եթե ես չհարգեմ իմ երկրի վարչապետին, ուրեմն ես պետական ինստիտուտը չեմ հարգում, ուրեմն ես իմ պետությանը չեմ հարգում, ինքը ժամանակավոր հաշվի պետությունը հավերժ է, բայց այդ 5 տարին պետության ներկայացնողը այդ 5 տարվա վարչապետն է։ Մեկը խնդիրները չի բրծնելու, մեկը ձախուղումներ էլի է լինելու, մեկը էլի հարցեր է լինելու, որ չեն կարենալու լուծենք, ինչպես Արցախի հարցը չեն կարողացել լուծել։ Եվ ինչ, դուրս եք գալու հաջորդ իշխանության օրոքել, ասեք դուք սենց եք, դուք նենց եք, մատ թափտակ հայհոյանք անեցք։ Դուք չգիտեք, որ այս կյանքը սկսվել է խնդիրները ու բրծնելու ու չի էլ բրծնի խնդիրները։ Ընկերներ ջան, չի բրծնելու խնդիրները։ Դուք չմտածեք Նիկոլա ձեր միակ այս երկրի խնդրը, չարիքը, դժբախտությունը, բոլոր վատ բաները ինքնա դրա համար կատարվում է։ Դու ելնես, ես ելնեմ վաղը վարչապետ։ Էլի լինելու է խնդիրներ, էլի լինելու է բազմաթիվ հարցեր, որ չեն կարողանալ լուծենք։ Բայց ընկերներ ջան, արդյոք պետք է մենք միշտ ատելության մեջ մնանք։ Ես դեմ եմ ատելությանը, ես դեմ եմ ահաբեկչությանը, ես դեմ եմ անհարգալից խոսքին եւ լիքը բացասական բաների դեմ եմ։ Ես պետքա այսօր եթեր անեի, ձեզ ասեի, որ դուք հասկանայիք, հավատայիք, որ ես ուրեմն որ չեմ խոսում այդ կատարված գործողությունների մասին, թե այսօր, թե երեք, թե անցած օրը, դա չի նշանակում, որ ես համաձայն եմ այդ ամեն ինչին։ Ես համաձայն չեմ։ Ինձ էլ չի դուր գալիս։ Վերջը մի երիտասարդ տղա, այն օրն էլ իմ եթերում հաճախակի եկել է, զրուցել է, քաղաքավարի, իմ հետ քաղաքավարի խոսել է։ Մինչև հիմա էլ քաղաքավարի, եթե էֆիր բացեմ գա, իմ հետ կարա խոսա։ Իր արտահայտված ինչ որ նյութի մասին, որը ստել չեմ ուզում ասեմ, դուք բոլորը տեղյակ եք։ Պատերազմի հետ կապված ինչ որ տենց վատ բանի մասին, ինքը իր էֆիրով իր էջում խոսացել։ Ես իրան կասեմ, խի ես տենց բանալ, էդի լավ բան չի, էդի ճիշտ բան չի, էդի վատ բան է։ Բայց լիքը մարդիկ ինձանից ակնկալում են, ես որ այդ տղուն պետքա դնեմ, հայհոյեմ, կամ կռիվ անեմ, վատ բաներ ասեմ, չէ, մեր հայնա սխալ է թույլ տվել, այդ սխալի համար իրանք կասեն։ Նախ առաջինը իր կատարածը ես մարդկային առումով ասում եմ սխալ է։ Օրենքի դաշտում մենք ունենք կայացած իրավական համակարգ, իբր թե դեռևս չգիտեմ ինչքանով է կայացած, միգուցե կայացման փուլում է, միգուցե լավ կլինի, կտենանք ոնց ալնում էլի։ Թող կանչեն համապատասխան բաժիններ եւ այդ տղուն հարցաքննության ենթարկեն, թե ինչից է, որտեղից է վերցրել այդ ինֆորմացիան, խիա հրապարակել, ինչ դրդապատճառներ կա։ Ինձ դուր չի եկել այդ բանը, որ լսել եմ, ես դատապարտել եմ իմ իրավունքների սահմանների ներսում, առանց խախտելու իր իրավունքները։ Ասել եմ, որ համարում եմ, որ սխալ է արել, չպիտի արածելներ, եթե նույնիսկ այդ ինֆորմացիան ինքը հավաստի տեղերից է ստացել, դա այն նյութն է, որ չի կարելի հանրությանը տված։ Ընկերներ ջան, ես ինչքան հանրային գործիչ եմ, ես ձեզ հետ անկեղծ եմ, միշտ էլ եղել։ Բայց ես բաներ կա, որ ձեր հետ չեմ խոսում։ Գիտեք խի չեմ խոսում, որովհետև կարող վնասի իմ պետությանը։ Կարող է ժողովրդի մեջ բերի նորից ասեկոսությունների, սրման բերի։ Խի որ հանրային գործիչ ենք, ինչ բերաններ է սա գալիս, պետք է հանրայնացնենք։ Չէ, իսկապես կան տենց բլոգերներ, դրա համար էլ այսօրում ենք, էլի։ Դրա համար հանրային կյանքը պղտորված է։ Ես հիմա իմ զենքերով, զենքը գիտեք, իմ համապատասխան զենքերով, գործիքա կազմով,
միջոցներով ամեն ինչ անում եմ, որ հանդարտացնեմ հանրային կյանքը, ամեն մի հատ աղմաղության էլ չեմ ուզում անդրադառնամ, ամեն մի սխալ բառի, ամեն մի սխալ պահվածքի, ես չեմ ուզում անդրադառնամ, որ հանրային կյանքը ալեկոծությունների չի ենթարկենք, ինձանից էլ պահանջում եք, որ ես էլ մտնեմ այդ կեղտոտ խաղերի մեջ։ Ես ոչ իշխանական մարդ եմ, ոչ էլ իշխանության դեմ եմ, ոչ էլ կողմնակից եմ։ Ես օրվա իշխանության կատարած գործողություններին քաղաքական գնահատական եմ տալիս։ Միայն ու միայն քաղաքական, ուրիշ բան իրավունք չունեմ անեմ։ Եվ մի բան էլ չեմ ուզում բոլոր դետալների մեջ խորանամ, թե Փաշինյանը ինչ ասեց, Փաշինյանին ինչ ասեցին, բան։ Փաշինյանը այսօր ջղայնացած մի բան է ասել, որը հաստատ մեր արցախցիների դուրս չի եկել, որ ասելա, այս սերունդը չպիտի խոսա, հաջորդ սերունդները, մեր երեխեքը։ Հիմա որ Փաշինյանն ասել ձեզ դուրս չի եկել, բայց դուք տեղյակ եք ես, որ այդ զրույցը 2 տարի առաջ ես եմ արել։ Տեղյակ եք, հարգելի արցախցիներ, որ ասել եմ մեր քաղաքական ղեկավարությունը Արցախի այն բաներն է արել եւ Ղարաբաղյան կլան, որ ասում են Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրանց ժամանակներում այնքան վատ բաներ ա տեղի ունեցել, որ ես չնայած նրան էլ որ Հայաստանում ունեմ սեր ու հարգանքել, ես իսկ թույլ չեմ տվել այդ падգամավորական ընտրություններին իմ ձայնը դնել։ Ես վստահեցնում եմ, եթե դնեի, հնարավոր է նաև ես լիքը ձայներ հավաքեի, մտնեի ազգային ժողով, զուտ իմ զեմլակների երկար տարիների վարած քաղաքականության պատճառով ես ինձ զերծ եմ պահել մտնեմ քաղաքական ակտիվ կյանք, մտնել կոնկրետ քաղաքականության մեջ։ Ինչի, որովհետև ժողովուրդ ջան, արդեն պիտակ կա։ Հասկանում եք, արդեն ամեն բան ասել մեկ էլի տալ ինձ։ Անունը որ ասում է, լավ ասում է, աչքդ հելնի, քան թե անունդ։ Չեք նկատում ինչա կատարվում։ Նույն գործողությունը 10 երևանցի անում է, թեթև են տանում։ Նույն բանը մի հատ Ստեփանակերտցի անում է, քաոս է դառնում։ Ամբողջ համացածը թնդում է։ Ինչի՞ց է չեք նկատել։ Ես մանրացնեմ ամեն ինչը։ 2 տարի առաջ, 3 տարի առաջ եմ ասել, նույնն եմ ասելու, եւ մոտ բան չի փոխվել։ Հայաստանցին տվել է իրանից ինչ կախված է եղել, ինչ ունեցել է, տվել է իր ամենատանկը, ու չի կարա հետ վերցնի։ Իր երեխու կյանքը տվել է, ինքը չի կարա հետ վերցնի։ Հանգիստ թողեք, եւ այդ մարդկանց ընտրված ղեկավարության հանդեպ միայն ու միայն հարգալից, ուրիշ տարբերակ չկա։ Մտքումդ հայհոյի, մտքումդ անես տուր, մի բարձրաձայնի, բերանդ մի բացի, կողքինդ էլ լսի։ Շատ եք վատ պահում լիքը մարդիկ ձեզ, ու դրա համար կա տրամադրվածություն։ Ես ասեցի սխալ պահող մարդկանց, ով որ իրան ճիշտ է պահում, չի կարա իմ ասածից վատը զգա։ Լիքը շատ լավ պահող արցախցիներ էլ կան, բա դու գիտեք, որ պետական տարբեր համակարգերում կան արցախցիներ, ինստիտուտներում, դպրոցներում սովորող խելացի երեխաներ, ինտեգրված Հայաստանի հասարակության մեջ։ Ուղղակի ինչպես մի հատ փիլիսոփայական միտք կա, ինչպես ասում է պրոֆեսորը ցույց է տալիս թուղթ ստանդարտ, վրե մի հատ կետ, գրիչով կետ դրած։ Ուսանողներին ցույց է տալիս, ասում է ինչ եք տեսնում ստեղ։ Սաղ ասում են սև կետ։ Ասում է այտենց էլ կյանքին եք նայում։ Ես մեծ սպիտակ թուղթը չեք տենում, այդ մի հատ սև կետին եք նայում, մի հատ սև կետն եք տեսնում։ Հիմա այս նոր այս նույն վիճակն է, ժողովուրդ ջան։ Ինչքան էլ արցախցիներս լավ բաներ անենք, ինչքան էլ արցախցիները լինեն, որ սիրեն Հայաստանը, իրանց ծննդավայրի պես, սիրեն իրանց հայրենակիցներին, ու տենց կան լիքը մարդիկ, բայց վայը եկել է մեկը անշնորհք, անդաստիրակ, չգիտեմ, ոչ կուլտուրային համարժեք բան թույլ տա, всё արցախցիները սաղ վատ են։ Էդ էլ է սխալ, ժողովուրդ ջան, մի արեք տենց բան։ Չի կարա սաղ արցախցիները վատը լինեն։ Չի կարա սաղ շիրակցիներն ու մեկ այլ մարզի բնակիչները սաղ վատը լինեն։ Տենց բան անհնար է։ Սկի ընտանիքում ասում է Սիմիա Безуродов не бывает։ Սկի ընտանիքում 3-4 երեխաներից մեջ մեկը մի հատ նիտո է ալնում։ Թե չգիտեմ մտածելակերպով, թե վարքով, թե ընդհանրապես էլի մի քիչ ուռգուլուխ ալնում։ Չկա մեր մեջ ոչ մի տարբերություն։
Մեր մեջի տարբերությունը բարբառն է, որ չի նմանվում բանա, տարբերվում է Երևանի գրական խոսելուն, տարբերվում է Մարտուն ու Քյավառը բարբարից։ Ու մնացած բոլոր մենք մեր մարզերով բարբառներով հարուստ ժողովուրդ ենք, սա հպարտանալու, པարծենալու, ուրախանալու, վերջի սա եւս արժեք է։ Արժեքի համար հո չեն ամաչում։ Ես իմ լեզվի համար իմ բարբառը էլի լեզուն մեկն է, հայերենն է։ Բայց բարբառը շատ հազարավոր բարբառ կա։ Հիմա մեր բարբառների համար մենք պետք է ուղղակի իրար սիրենք։ Ես լսելով Քյավառցու բարբառ ուրախանում եմ, խոսքի լորեց բարբառ հաճելի է։ Այն օրը գրքի շնորհանդեսի է մասնակցում գիրովականցի, լորեցի էր մյուս գրողելի, հելելա իրա բարբառով։ Նես քաղցր, նես լավ խոսում է, քեֆս գալիս է։ Կներեք ժողովուրդ ջան, խիեք օրինակ կան եւ մարդիկ էլ ասում են էդ ինչ լեզվով եք խոսում, թուրքեր են, բան մեր բարբառին տենց բաներ մի ասեք։ Մեր բարբառը հայերենն է, հայերեն բարբառ, ինչպես մնացած մարզերի։ Ես միայն սերության, համերաշխության, միասնության եւ պետականության ջատագով եմ։ Ինձ մի դիտարկեք ոչ մեկի, ոչ աջակից, ոչ պաշտպան, ես ոչ մեկական եմ։ Այդ թվում եւ Փաշինյանական չեմ, բայց Փաշինյանը երկրի վարչապետը, պարտավոր եմ ես ինձ հարգալից պահեմ իր ուղղությամբ։ Վաղ որ նույնիսկ ինքը թոշակի անցնի, հավատացնում եմ ձեզ, ես էլի Փաշինյանի հանդեպ լնելու եմ իմ խոսքերում հարգալից։ Դրանով ոչ թե պատմում եմ Փաշինյանի անձի մասին, պատմում եմ իմ դաստիարակության մասին։ Լավ իմացեք, եւ դուք բոլորդ ձեր արտահայտված մտքերով, ձեր հայոյանք ու անեծքներով եւ ձեր վարքագծով պատմում եք միայն ձեր մասին, ոչ թե ձեր դիմացինին, ում դուք տալիս եք գնահատականներ կամ ում դուք անհարգալից խոսք եք ցուցաբերում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, սիրով եւ կտեսնեք ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ գնամ իմ երկեցողությանս վրա աշխատեմ, երգեր եմ գրում, բանաստեղծություն եմ գրում, երգեր սարքում, ուզում եմ մի քիչ խաղաղ հանգիստ կյանք։ Վերջապես իմ ընտանիքի անդամների երեսին ժպիտ է բացվել։ Այսքան ժամանակ տենում են, թուք հումոր եմ ուտում։ Միշտ ասում են Գևորգ դադարեցրու, անարժաններ շատ կան, բայց ես ասել եմ չէ, ես պետքա պայքարեմ, այնքան պայքարեցի, արդեն ես եմ ընկել։ Ես առողջապես ոչ արդեն լավ վիճակում եմ։ 2-3 օր չմտա եթեր, բանաստեղծություն եմ գրում, երգ եմ սարքում դնում։ Կնոջս աչքերն էլ է փայլում, մամայիս աչքերն էլ է փայլում։ Ես էլ եմ ձեր նման հասարակ մի մարդ եմ, անձնական կյանք էլ ունեմ, պատկերացնում եք, ես էլ ունեմ անձնական կյանք։ Մեկ բայց ինձ էլ են գրում են, SMS են գրում, մեկնաբանություն են գնում, չարացնում, ջղայնացնում։ Երևի այսքանը, հուսով եմ մեկնաբանելու բան չկա, ամեն մարդ իր պահվածքի, ամեն մարդ իր արածի համար է պատասխանատու։ Գևորգ Առաստամյանը ոչ մի արցախցու վատ արարքի կամ արտահայտված մտքի համար պատասխանատվություն չի կրում։ Եվ մեկնաբանություններն էլ թողեք իմ հայացողությանը, որ գործողությունը կընտրեմ, արժե մեկնաբանության, թե չարժե մեկնաբանել։ Բարի գիշեր բոլորիդ, Աստված բոլորիս հետ։